Սիրելի մարտունեցիներ, չեմ սիրում գլուխ գովալ, բայց այսօր ուզում եմ գլուխ գովալ։ Հայաստան դաշինքի նախընտրական ցանկի պատգամավորների պատգամավորության թեկնածուները կանգնած են բեմի վրա։ Քրիստինե Վարդանյան, Լուսինե Քարամյան, Աննա Գրիգորյան, նախագահը ես եւ մեկ էլ Սևակը Խաչատրյան, եթե դուրս գանք ոչ Գեղարքունիքի մարզի, մնացած բոլորը Գեղարքունիքի մարզից են։ Վարդենի, Մարտունի, Գավառ, դե Իշխան Սաղաթելյանն էլ եզրափակումա Սևանով։ Սիրելի մարտունեցիներ, անկեղծ ասած առավոտյան որ ճանապարհ էինք ելել, մամաս հողամասից զանգեց, ասեց ուր եք գնում, ասի Գեղարքունիք, մեկ է մամաս ասեց Դավիթի տարածքներ ես գնում, ասի հա, որտեվ երկար ժամանակ եղբայրս այստեղ մեր երկիրն է պաշտպանել ու մարտունեցիների հետ հենց Մարտունիում էլ ապրել է։ Դրա համար ես մի քիչ մեր ընտանիքը Մարտունվա հետ ուրիշ կապ ունի, դրա համար որպես ոչ երևանցի համարեք, էլի մարտունեցի համարեք։ Այո։ Շարունակելով Աղվան Վարդանյանի խոսքը համեմատությունների մեջ։ Գերդաստանի մեծերեք, մեր ժողովրդի մեջ խոսք կա, չէ՞, տղամարդուն գնահատելու, Գերդաստանի ավագին գնահատելու առումով ասում են նստած մարդ է, չափավոր է, խոսքը կշիռ ունի, այդ նույն համեմատականի մեջ։ Գիտեք, օրերս պարոն նախագահը մի հարցազրույց էր տալիս Աննային Գրիգորյան եւ Քրիստինեին Վարդանյանը խոսում էր Հայաստան-Իրան հարաբերությունների, Իրանի պատերազմի մասին, մեր պարսկա ինժեներից մեկն ասում է Գեղամ հարցազրույցը պրծավ 10 րոպե հետո իրանական տելեգրամյան ալիքները սկսեցին Ռոբերտ Քոչարյանից մեջբերումներ անել։ Եվ իրականում այդ համեմատության մեջ համեմատել խոսքի արժեքն իմացող, խոսքը միշտ գործ դարձրած եւ ամեն րոպե ճղճղացող, ամեն րոպե ամեն քայլափոխի այս կամ այն սեղանից հաց ու բրդուց սարքող, շալվարի վրա էլ ձեռքերը մաքրող մարդուն։ Ու վերջում, գիտեք, երկրի ղեկավարը չպետք է մտածի մենակ, որ իրան սիրեն։ Ինքը պետք է մտածի որպես ղեկավար, որպես ռազմավարական ծրագրեր, ոչ թե մտածի այս գյուղի մեջտեղ 2 մետր ասֆալտ անեմ, որ ինձ սիրեն, այլ մտածի Մարտունին, Վայոց ձորին ոնց կապի։ Դրա համար էլ Սելիմի Լեռնանցքով, Սելիմի ճանապարհը Ռոբերտ Քոչարյանն է կառուցել։ Հիմա շատ-շատերը, պարոն նախագահ, մի առիթով պատմել եք, հիմա բացահայտելու եմ։ Շատ-շատերը Տերևան գալիս եք, ասում եք պրոբկեք են, քշել չի լինում։ Գիտեք, տարիներ առաջ էր, այլևս պարոն նախագահ չէր, խմբագիրների հետ մի հանդիպման, ասում է Երևան Զախարյանի, Երևանի քաղաքապետին կանչի, ասի Երևան, ավտոները դեռ քիչ են, վաղը ուղղակի կատաստրոֆա է լինելու։ Այսօրվանից պետքա ճանապարհների մասին մտածել, ինժեներն են առաջարկել են մի հատ Երևանով թունել, սա օգուտ չի տա։ Պարոն նախագահ պատմում ասում օգնականներից ասի մի օր հանդիպում չեք նշանակում մոտես, բերում եք Երևանի մեծ քարտեզը։ Դրանից հետո կառուցվել է այդ ամբողջ Սարալանջի այդ ամբողջ համակարգը։ Դրանից հետո որևէ ռազմավարական կառույց չի կառուցվել մեր երկրում։ Դրա համար գործընկերներից ու ընկերներից, պայքարիս ընկերների խոսքը վերջացնելով։ Գիտեք ում եք ընտրում։ Որ թիվներ Հայաստան դաշինք։ Բայց ավարտեմ մի բանով։ Չարով եմ գնալու Մարտունից, որտեվ ընկեր Ղազարյանը չեմ սիրում սենց բաներ կապել, նվիրեց մի սուրբ թել։ Սա Արցախի Գանձասարից բերված թել է։ Կպահեմ մի քանի ամսից ծնվելիք թորանս կտամ։